Լինել չլինելու վտանգի առջև ենք, պարտված իշխանությունը պիտի հեռանա։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա անդրադարձել է իշխանության կողմից խաղաղության հիմնաքար ներկայացվող համաձայնագրին, որը օգոստոսի 8-ին ստորագրվել է Փաշինյանի, Թրամփի եւ Ալիևի կողմից։ Վաշինգտոնում նախաստորագրվեցին փաստաթղթեր, որոնք այսպես գեղեցիկ փաթեթավորված էին խաղաղություն վերնագրի ներքո, բայց որոնք իրենց բովանդակությամբ ոչ միայն հեռու են խաղաղությունից, այլ ես կասեի, որ Հայաստանի խաղաղության եւ առհասարակ ապագայի տակ նոր ռումբեր են տեղադրված, որովհետեւ բնականաբար մի բան էլ ասեմ, որ տեսեք մենք մեր զրույցը սկսեցինք նախընտրական տրամաբանության մեջ եւ այս ամբողջ զարգացման տրամաբանությունը պիտի տեսնել նախընտրական փիլիսոփայության մեջ եւ ընտրություններին հնարավոր ընտրությունների արտահայտ լինեն թե հերթական ընտրություններից առաջ Փաշինյանին պետք էր խաղաղության վերնագրով որևէ թուղթ, որը իր էությամբ իմ խորը համոզումով ինքը աճուրդ է անել Հայաստանի ապագան, բայց նաև պետք է խաղաղություն բառը շահարկելու համար, որպեսզի վաճառվեր հայ ժողովրդին, որ ես ձեզ բերում եմ խաղաղություն։ Հայաստանի այցելել Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սուհուի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնել են Հայաստանի ազգային ժողովից։ Սեպտեմբերի 17-ին Զվարթնոց օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Այսի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ։ ՄԱԿ-ի 2026 թվականի բյուջեն կարող է կրճատվել 15%-ով, $500 միլիոն, 2024 թվականի համեմատ, հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս առաջարկը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի գնահատականները վերանայելուց հետո։ Ռեսուրսների բաշխման վերլուծության ժամանակ պահպանվել է հավասարակշռություն ՄԱԿ-ի կանոնադրության 3 հիմնասյուների՝ խաղաղության եւ անվտանգության, մարդու իրավունքների եւ կայուն զարգացման միջև, նշել է Պաշտոնյան։ Նա բացատրել է կրճատումները կազդեն խաղաղապահ առաքելությունների աջակցության բյուջեի վրա։ Ավելին, ծախսերը կրճատելու համար նախատեսվում է որոշ գործառույթներ Նյու Յորքից եւ Ժնևից տեղափոխել ավելի էժան վայրեր։ Միջազգային կազմակերպությունը նախատեսում է մինչև 2027 թվականը դադարեցնել Նյու Յորքում գտնվող 2 շենքերի վարձակալությունը։ Բյուջեի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի 2025 թվականի դեկտեմբերին։ Չինաստանում տեղ է ունեցել թռչող մեքենաների մասնակցությամբ առաջին վթարը Չանչունում Ցիլին նահանգ։ Ավիաշոուի գլխավոր փորձի ժամանակ բախվել են 2 Xpeng Aeronaut F-Tol թռչող մեքենաներ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով դրանցից մեկն անվտանգ վայրեջք է կատարել, իսկ մյուսը վնասվել եւ հրդեհվել է։ Վայրեջքի ժամանակ միջադեպի հետևանքով մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, սակայն ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ 2025 թվականի սեպտեմբերի 16-ից սկսած խաղարկային վիզաների վիճակը խաղի բոլոր մասնակիցները պարտավոր են վճարել $1 դիմումի համար։ Այս մասին ասված է ԱՄՆ դաշնային ռեեստրում։ Այս փոփոխությունն իրենից ներկայացնում է լրացուցիչ էլեկտրոնային դիմումի վճար, որը գանձվում է դիմումի ներկայացման պահին։ Նախկինում մասնակցությունն անվճար էր եւ միակ վճարը $330 էր, որը վճարում էին միայն վիզայի համար դիմաց հաղթողները։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտնել է կառավարման կոշտ ոճ է որդեգրել, երբ տարածաշրջանում բարդ ժամանակաշրջան էր, իսկ այժմ հանրապետությունում ահաբեկչության դեմ տարած հաղթանակից հետո նա կարիք չի տեսնում միջոցներ ձեռնարկել, որոնք ինչ-որ մեկի համար կողքից կոշտ կթվան։ Պատասխանելով գործակալության այն հարցին, ինչի հետ է կապված կառավարման կոշտ ոճի ընտրությունը, Կադիրովը բացատրել է, երբ պետք էր կոշտ լինել, ես այդպիսին էի, բայց հիմա երբ համակարգը կարգավորված է, երբ մենք լիովին հաղթեցինք ահաբեկչությանը, բարելավեցինք խաղաղ կյանքը եւ զբաղվում ենք բարելավմամբ, զարգացմամբ եւ ապագայի ծրագրերով, որոշ արևմտյան խամաճիկներ, որոնք նախկինում ինձ կշտամբում էին չափազանց կոշտ լինելու համար, այժմ տարածում են լուրեր, որ ես հիվանդ եմ, խորհրդակցություններ չեմ անցկացնում։ Իրականում մեզ մոտ այսօր համակարգն աշխատում է ժամացույցի պես եւ ես որևէ բան փոխելու կամ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որոնք ինչ-որ մեկի համար կողքից կրկին կոշտ կթվան, նշել է Չեչնիայի ղեկավարը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է նոր նվազագույնի։ Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը հղում անելով YouGov սոցիալական ընկերության հետազոտությանը։ Թրամփի հավանության վարկանիշը, որը հրապարակվել է երեքշաբթի, ցույց է տալիս 39%, ընդ որում անհամաձայնության վարկանիշը կազմում է 57%, նշում է Newsweek-ը։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Վրացական առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին։ Նա նշել է, որ իր երկրի համար գլոբալ անվտանգության հարցերում գերակա խնդիրը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հատուկ նշանակություն ունի Թբիլիսիի համար։ Գլոբալ անվտանգության մասին խոսելիս մենք պետք է սկսենք առաջին հերթին մեր հարևանների հետ հարաբերություններից։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել 3 հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և 3 երկրների հետ հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր են, նշել է Վրաստանի արտգործնախարարը։ Նա նաև հիշեցրել է, որ Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս ձևաչափը կշարունակվի։ Մենք պատրաստ ենք մասնակցել տարածաշրջանի համար կարևոր հարցերի քննարկմանը, ընդգծել է Բոջորիշվիլին։ Տարվա ամենամեծ աստերոիդներից մեկը 5 շաբթի կանցնի երկրի կողքով։ Լուսային ուղեցրի տրամագծից մի փոքր ավելի մեծ հեռավորության վրա հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Գիտնականները հայտնել են, որ աստերոիդի միջին չափը 166 մետր է, երկարությունը 290 մետր։ Դրա զանգվածը մոտավորապես 1000 անգամ մեծ է Չելյաբինսկում ընկած երկրաքարից, գրում է ՌԻԱ Նովոստին։ ՄԱԿ-ը պաշտպանում է Կիևի ռեժիմին, աչք փակելով նրա գործողությունների վրա, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կիևի ռեժիմի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները այնքան ակնհայտ են, որ դրանք պարզապես անհնար է հերքել, եւ կան բազմաթիվ փաստեր, ասել է նա։ Այնուամենայնիվ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով ՄԱԿ-ի քարտուղարությունը հակառակ ուղղությամբ է շարժվում եւ փորձում է սպիտակեցնել Կիևի ռեժիմի գործողությունները։ Հակամարտությունն Ուկրաինայում դժվար թե ավարտվի կարճաժամկետ հեռանկարում երկրների դիրքորոշումները խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում մեծապես տարբերվում են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա մամուլի ասուլիսը հրապարակվել է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում։ Ես լավատես չեմ Ուկրաինայում խաղաղ գործընթացի կարճաժամկետ հեռանկարների վերաբերյալ։ Ներկայումս կողմերի դիրքորոշումները շատ առումներով անհամատեղելի են, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա ընդգծել է, ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Դժվար հաղթահարելի տարաձայնություններից մեկը Գուտերեշի խոսքով տարածքային հարցի վերաբերյալ դիրքորոշումն է։ Ռազմական գործողությունները ամենայն հավանականությամբ կշարունակվեն դեռ որոշ ժամանակ, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է. Կիևի դաշնակիցները գրեթե ավարտել են հանրապետության անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքը։ Մնացել է միայն մի քանի մանրամասներ։ Նախ կա դրական կողմ, քանի որ անվտանգության երաշխիքները վաղուց թղթի վրա են։ Դրանք գրեթե պատրաստ են։ Կան մի քանի մանրամասներ, որոնք պետք է վերջնականապես մշակվեն։ Ես կցանկանայի տեսնել ԱՄՆ-ի ավելի հստակ դիրքորոշումը մանրամասների վերաբերյալ, ասել է նախագահը։ Վերջինս նշել է, Վաշինգտոնը աջակցում է երաշխիքներին եւ կլինի մասնակից, բայց Ուկրաինան ցանկանում է ավելի կոնկրետ միջոցառումներ։ Պետության ղեկավարը նաեւ նշել է, 26 երկիր համաձայնել է տրամադրել համապատասխան երաշխիքներ։ Իսրայելական զորքերը մտել են Գազա, վերջին օրերը քաղաքը ենթարկվել է հզոր օդային հարվածների։ Ցախալի գնահատականներով Գազայում մնում է 2000-ից 2500 զինյալ, տարածքը լքում են 100 հազարավոր խաղաղ բնակիչներ, գնալով դեպի հումանիտար գոտի քաղաքի հարավային մաս։
Եվրասիական տնտեսական միության եւ Հնդկաստանի ներկայացուցիչները առաջիկա օրերին կսկսեն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ գործնական աշխատանքները, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնիևը։ Սլեպնիևը Հնդկաստան է ժամանել 1 օր առաջ եւ արդեն բանակցություններ է վարել Հնդկաստանի առևտրի եւ արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։ Ինչ վերաբերում է մեր աշխատանքի գործնական բովանդակությանը, մենք ընդհանուր առմամբ փոխանակվեցինք ապագա համաձայնագրից որոշակի սպասումներով եւ հիմնական պայմանավորվածությունն այն է, որ մեր բանակցային թիմերը գործնական աշխատանքները կսկսեն բառացիորեն հաջորդ շաբաթվանից։ Հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սլեպնիևը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կապված նրա միջուկային դոսիեի հետ կարելի է խուսափել, եթե կողմերը ընտրեն դիվանագիտական ուղին։ Կարծում եմ դեռ ժամանակ կա պատժամիջոցների վերադարձից խուսափելու համար։ Իմ կոչն Իրանին եւ մյուս տերություններին դիվանագիտություն կիրառելն ու վստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի դա հնարավոր լինի խուսափել, ասել է նա համաշխարհային կազմակերպությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Գուտերեշը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է այս հարցի շուրջ ներգրավված բոլոր կողմերի հետ։ Եվրոպական դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Եվրոպան Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չի վարելու ուկրաինացիների փոխարեն։ Մենք կցանկանայինք հրադադար եւ կողմերի միջև իրական բանակցություններ, բայց մենք չենք բանակցել ուկրաինացիների փոխարեն, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մեծ Բրիտանիա ժամանելուց մի քանի ժամ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Լոնդոնից արևմուտք գտնվող Վինձորի ամրոցում գտնվող բրիտանական միապետների նստավայրի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի թղթակիցը։ Ցուցարարները սկսել են հավաքվել տեղական ժամանակով ժամը 17:30։ Նախագահի ժամանումը սպասվում էր տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21:00-ին։ Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է High Street-ում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դեմ, ապա քայլել են դեպի Փիքոդ փողոցի գագաթը Վինձոր ամրոցի մուտքի դիմաց։ Ամերիկացի քաղաքական գործիչների դեմ դիպուկահար հրացաններով մահափորձերը դարձել են Սևբից Միացյալ Նահանգների համար, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Սպուտնիկ ռադիոկայանի եթերում ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի վրա հարձակումը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պատմության ընթացքում շատ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահներ, սպանվել են տանիքից դիպուկահարների կողմից։ Եթե դիտարկենք տանիքից, շենքից, բարձր հարկերից դիպուկահարի կրակոցը, դա գրեթե բիծ է ինչպես ավազակների, այնպես էլ ծովայինների վրա։ Այս առումով Միացյալ Նահանգների համար ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, ասել է Զախարովան։ Եվրոմեդիա 24-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում բարձելու քաղաքացիների կարծիքը Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի եւ ելքի վիզայի կնիքից հեռացնելու վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ սխալ են անում, դա թշնամություն է ուղղակի։ Դե բոլորս գիտենք ինչ նպատակով է արվում։ Թուրքիայի պահանջն է, բավարարվում է։ Հակահայկական։ Ամեն ինչ լավ է արվում։ Ոնց որ ամեն ինչ լավ է գնում։ Հա, ես շատ գոհ եմ իշխանությունից ամեն ինչից։ Չեմ կարող ասել։ Հաստատ չեմ կարող ասել։ Եթե որոշումը կա, եթե ինչ որ մի բան մտածված է, ուրեմն տեղին է մտածված, չգիտեմ։ Շատ վատ նպատակ է, շատ վատ։ Մենք մի հատ մասից քար ունենք, այդ էլ հանում են, շատ սխալ են անում։ Մեր միշտ էմբլեմները, միշտ ամեն ինչի մեջ եղել է մասիսարը։ Դա անում է երևի Թուրքին հաճոյա խոսելու։ Կարելի ասել դա զակազ էր, կոպիտ ասած պատվեր էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այդ նշանը, այո։ Այո, դա իշխանության կողմից չի կատարվում, դա կատարվում է Ալիևի եւ Էրդողանի կոնկրետ հրամանով, որպեսզի այդ նշանները եւ այլը ինչ որ հայկական են վերացնեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել եւ արձակուրդ ուղարկել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նշենք, որ լրագրող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիկ Բաբայանը իր Facebook-յան գրառման համար սպառնացել է իրեն եւ հայհոյել։
2025 թվականի ապրիլին քաղաքացիական պայմանագրի վարչությունն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնել են քաղաքացիական պայմանագիրը պարզաբանելով, թե ինչ է եղել նրանց միջև։ Հայտարարության մեջ ասվում է. հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-ից 18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդներում։ Այս մասին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մանրամասնելով, որ Հագայում նախարար Միրզոյանը կմասնակցի մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ Վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։ Ուկրաինան ներկայումս լուրջ խնդիրներ ունի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա թռիչքից առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ձեր երկիրը Ուկրաինան լուրջ խնդիրներ ունի, սա երբեք չպետք է տեղի ունենար, այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար, ասել է Սպիտակ տան ղեկավարը, այսպես է Թրամփը պատասխանել ուկրաինացի լրագրողի հարցին կապված հուլիսին ամերիկացի առաջնորդի կողմից հայտարարված 17 Patriot զենիթահրթիռային համակարգերի մատակարար ժամկետների հետ։ Ամերիկացի նախագահի խոսքով ինքը պատրաստ է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպատասխանեց լրագրողի հարցին, նախատեսված է արդյոք Ուկրաինային փոխանցել 17 Patriot զենիթահրթիռային համալիր։ Քաղաքական գործիչը սահմանափակվեց ընդհանրական հայտարարություններով, շեշտելով, որ սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար, եւ ընդգծեց, որ Ուկրաինան այժմ շատ ծանր վիճակում է։ Զրույցի ընթացքում Թրամփը նշեց, որ իր հիմնական նպատակը հակամարտության դադարեցումն է։ Նա սակայն չհստակեցրեց ԱՄՆ դիրքորոշումը հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը սպասում է Վաշինգտոնի հստակ դիրքորոշմանը եւ անվտանգության երաշխիքներին։ Նրա խոսքով Patriot համակարգերի մատակարարումը մնում է Ուկրաինայի հիմնական պահանջներից մեկը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Purell ծրագրի շրջանակում, որի արժեքը կազմում է շուրջ 3.5 միլիարդ դոլար։ Եվրոպական միությունը անկախ հնչեցրած հայտարարություններից չի կիրառի լուրջ պատժամիջոցներ Իսրայելի դեմ Գազայի նոր ռազմական գործողությունների պատճառով։ Սրա մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է արևելագետ Իվան Բոչարովը։ Փորձագետի խոսքով հումանիտար ճգնաժամը կարող է որոշ երկրներում սառեցնել հարաբերությունները Թել Ավիվի հետ, սակայն այդ քայլերը հիմնականում լինելու են ձևական։ Նա չի բացառել, որ մի շարք եվրոպական պետություններ կարող են ճանաչել Պաղեստինի պետությունը, սակայն այդ աջակցությունը ըստ նրա բացառապես խորհրդանշական կլինի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Իսրայելի բանակը սկսել է Գազայի վրա լայնածավալ հարձակում, նպատակ ունենալով լիովին զբաղեցնել քաղաքը։ Թել Ավիվում տեղի են ունեցել բողոքի ցույցեր կառավարության որոշման դեմ, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է մեկուսացման եւ նոր մարտահրավերների։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այլևս չի հերքում, ամբողջ Դոնբասը կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Վերին Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նա ընդգծել է, Զելենսկին խոստովանել է գործընթացը տարիներ է պահանջելու, սակայն գլխավոր հարցը մնում է զոհերի թիվը։ Նա սուր ձևակերպմամբ նշել է, քննարկվում են ոչ թե 100,000-ներ, այլ նույնիսկ միլիոնավոր զոհեր։ Պատգամավորի խոսքով հենց Ուկրաինայի ղեկավարն է նախապատրաստում հանրությանը միլիոնավոր կորուստների գաղափարին, որպես Ռուսաստանի կողմից Դոնբասի ամբողջական վերահսկողության ուղեկից սցենար։ Էստոնիայի խորհրդարանում կրկին քննարկման է դրվել օրինագիծ, որը նախատեսում է ամբողջությամբ փակել սահմանը Ռուսաստանի հետ։ Հաղորդվում է նախաձեռնության հեղինակները դա հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը առաջադրած կուսակցության առաջնորդ Ուրմաս Ռենսալոն ընդգծել է, նման քայլը կօգնի նվազեցնել անակնկալ միջադեպերի ռիսկերը։ Նա հիշեցրել է նաև Լեհաստանի եւ Ֆինլանդիայի փորձը, որտեղ արդեն իսկ փակվել են սահմանները Բելարուսի եւ Ռուսաստանի հետ։ Պատգամավորը հավելել է, եթե Էստոնիան գործի համատեղ Լատվիայի եւ Լիտվայի հետ, սահմանների փակման ազդեցությունն ավելի մեծ կլինի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Մուլինոյի զորավարժարան։ Այցը կայացել է Արևմուտքի 2025 ռազմավարական զորավարժությունների ընթացքում։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը հետևել է զորավարժություններին զինվորական համազգեստով, ընդգծելով իր մասնակցությունը երկրի ռազմական պատրաստվածության ցուցադրությանը։ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ չի տեսնում հնարավորություն սահմանել մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ։ Այս նախաձեռնությանը պնդում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ֆինանսների նախարար Կացունոբու Կատոն Բլումբերգին ասել է, որ նման քայլը չափազանց բարդ է իրագործել եւ Տոկիոն չի պատրաստվում այն իրականացնել։ Այսպիսով Ճապոնիան փաստացի մերժել է Վաշինգտոնի պահանջը, պահպանելով զգուշավոր դիրքորոշում էներգետիկ քաղաքականության հարցում։ Կրկին շնորհակալություն նախագահ Դոնալդ Թրամփին Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ, նշել է Փաշինյանը։ Նշենք, որ նախագահ Թրամփը ասել էր, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը եւ ընկերանալ երկու մեծ առաջնորդների եւ ժողովուրդների հետ։ Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Քննարկվել են կուսակցության 7-րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։ Նա ասել է, որ հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին եւ Կարմիր խաչի ղեկավարին։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին։ Նա նաեւ խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Բաքվի դատարանը միջնորդությունները մերժել է։ Փաշինյանի եւ Տեր-Պետրոսյանի միջև հոգեվոր կապ կա, բայց առաջին նախագահը եւս հասկացել է, թե ուր է տանում երկիրը իր հոգեվոր զավակը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Փաշինյանի եւ առաջին նախագահի միջև այժմյան փոխհրաձգություններին։ Առաջին նախագահը վերջապես տեսավ, թե ուր է բերել հասցրել իր այդ հոգեվոր տղան եւ ինչ հետ նա չէր պատկերացնում երևի, որ այս աստիճան կլինի ցինիզմը եւ այլն ամեն ինչը, երևի ես դա եմ կարծում, որ ինքը ուղղակի, բայց այդ սերվածը այդ տեղից է եկել եւ շատ բան ՀՇ-ի գաղափարախոսությունից է շարունակում եւ դրա համար հիմա մենք ասում ենք հարցը շատ պարզ է, չկա այն լուրջ փիլիսոփայությունը, որը ինքը փորձում է մեզ ներկայացնել, թե այդ տեսեք, եթե մենք իրական Հայաստան վերցնենք, ապա մենք ապահովված կլինենք, ով ասեց։ Եթե իրական Հայաստանը պատկերացնենք այն է, որը ինքն է պատկերացնում, Ադրբեջանը չի ճանաչում, չէ՞։ Այդ տարածքը չի ճանաչում։ Եթե դու ասել ես, որ դու ճանաչում ես նրա 86,000, չգիտեմ ինչքանը, նա երբևիցե չի ասել, որ ինքը ճանաչում է քո 29743 գոնե, որ իր ասածն եմ ասում։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հակակոռուպցիոն դատարանը որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը ու կիրառել 5 միլիոն դրամ գրավ։ Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին Վիճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ։ Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտելով ազատազրկման 5.5 տարի ժամկետով։ Սեպտեմբերի 16-ին ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Հովվապետերն ունեցել են առանձնազրույց, որի ընթացքում անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արխավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավող փորձություններին։ Հռոմի Սրբազան քահանայապետի ուշադրությանը հանձնվել են նաեւ իրենց նախնիների բնորանից Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգեվոր
հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման հրամայականը։ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 3-րդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի Պուշկաշ արենա մարզադաշտում։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպանը, պետք է լրացնեն իրենց տվյալները։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը։ Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը 1 տոմս, տոմսերի գները 18-ից 30 եվրո են։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-ից 313 սեկտորները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է պետական այցը Մեծ Բրիտանիա։ Սպիտակ տան ղեկավարը կնոջ Մելանիայի հետ Մեծ Բրիտանիա կժամանի սեպտեմբերի 16-ին, սակայն բոլոր միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 17-ին։ ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը Մեծ Բրիտանիայում հենց առաջին լիարժեք օրը կանցկացնեն Լոնդոնի մոտ գտնվող Բերքշիրում գտնվող Վինդզորի ամրոցում, որը Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորի պաշտոնական նստավայրերից մեկն է։ Ծրագիրը ներառում է կարգով զբոսանք ամրոցի տարածքում տնային հեծելազորի ձիավոր գնդի ուղեկցությամբ գվարդիայի պատվոպահակախմբի շքերթ, ծաղկեպսակի տեղադրում Սուրբ Գևորգի մատուռում, որտեղ թաղված է Եղիսաբեթ II թագուհին, հրետանային ողջույն օդային շքերթ։ Օրը կավարտվի միապետի անունից պետական ընդունելությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի նահանգային դատարանում 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել New York Times թերթի դեմ, մեղադրելով զրպարտության եւ վիրավորանքի մեջ։ Այսօր ինձ մեծ պատիվ է բաժին ընկել զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ 15 միլիարդ դոլարի հայց ներկայացնել New York Times-ի դեմ, որը մեր երկրի պատմության մեջ ամենավատ եւ դեգրադացված թերթերից մեկն է, հայտնել է նախագահը։ Նրա խոսքով թերթը դեմոկրատների խոսափողն է, նրան բացահայտ աջակցում է նախկին փոխնախագահ Թրամփի մրցակից Կամալա Հարիսը։ Թերթը տասնամյակներ շարունակ ստում է ձեր սիրելի նախագահի մասին, այն չափազանց երկար է իրեն թույլ տվել զրպարտել եւ արատավորել ինձ, հավելել է Թրամփը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քաթարում Համասի անդամների վրա հարձակումը հստակ ցույց տվեց, որ Իսրայելը սպառնալիք է դարձել համաշխարհային կարգի համար։ Իսրայելը անզգուշորեն շարունակում է տարածաշրջանի թալանը Գազայի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի եւ Իրանի վրա հարձակումներից հետո այն հարձակվեց Քաթարում Գազայի խաղաղության բանակցությունները գլխավորող պատվիրակության վրա։ Այն փաստը, որ բանակցող պատվիրակությունը դարձել էր այս դավաճանական հարձակման թիրախը միջազգային համակարգին եւ իրավունքին ուղղված աղաղակող մարտահրավերը։ Սա անկախ եւ խաղաղասեր երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում է։ Այս հարձակումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ շափերի են հասել Իսրայելի օկուպացիան եւ ահաբեկչական ձգտումները։ Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է, որ Իսրայելը միջազգային կարգի համար ակնհայտ սպառնալիք է, ասել է Էրդողանը լրագրողներին իր լողավազանում Քաթարից վերադառնալուց հետո ըստ Անադոլու լրատվական գործակալության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, նախագահ Թրամփը ինչ-որ պահի կարող է հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելու անհնարինություն կա։ Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի մեր գործընկերների հետ անվտանգության երաշխիքների հարցում, քանի որ դա անհրաժեշտ կլինի բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորման համար։ Ինչ-որ պահի նախագահը կարող է գալ այն եզրակացության, որ դա անհնար է։ Նա դեռ չի ասել դրան, բայց կարող է, հայտնել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 16-ի ցերեկը 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը 20-ից 21-ին առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 15-ից 17 մետր/վայրկյան արագությամբ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-ից 4, 19-ի ցերեկը կնվազի 4-ից 5 աստիճանով։